Լրացուցիչ դատալություններ ինչի մասին է։ Այսպես կկանգնենք որոշումը։ Որոշումը սպասելի էր, իմ համար ճիշտ ասած ավելի սպասելի էր Ալբերտ Արստամյանի գործով առհասարակ հանրային մեղադրողի կողմից հանրային մեղադրանքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը, այսինքն ես սպասում էի, որ հանրային մեղադրողը մինչև վերջին դատական նիստը կհրաժարվի առաջադրված մեղադրանքից։ Այնուամենայնիվ հանրային մեղադրողը չհրաժարվեց այդ մեղադրանքից եւ դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց շատ արդար դատական ակտ, մասնավորապես արդարացնելով Ալբերտ Արստամյանին։ Այսօր Ալբերտ Արստամյանին արդարացնելով դատավոր Արման Հովհաննիսյանը ոչ միայն ցույց տվեց իր մասնագիտական բարողությունները առհասարակ ցույց տվեց, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը եւ ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել կարծիք արտահայտելու, ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։ Լրացուցիչ դատալություններն ինչի մասին են Լրացուցիչ դատալություններով քննարկվելու Ալբերտ Արստամյանին արդարացնելուց հետո հետագա անելիքները, այսինքն եթե կայացում է մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո դատանը հրավիրում է լրացուցիչ դատալություններ եւ քննարկում է պատժի հարցը։ Այստեղ արդեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կայացվել մեղադրական վերդիկտ, կայացվել է արդարացման վերաբերյալ վերդիկտ, քննարկվելու է արդեն արդարացման հետևանքով Ալբերտ Արստամյանին պարզաբանվելու է նրան պատճառված վնասի հատուցման իրավունքը եւ այլ հարցեր, որոնք նախատեսված են քրեական։ Նյութական նկատի ունեք, ինչ վնաս, եթե բացատրեք։ Նյութական առումով Ալբերտ Արստամյանի վնաս է պատճառվել այնքանով, որքանով որ նա կրել է դատական ծախսեր, ճիշտ է, ես կոնկրետ իմ ծառայությունը Ալբերտ Արստամյանի մատուցել եմ անվճար հիմունքներով, բայց նա կրել է դատական ծախսեր, մասնակցել է դատական նիստերի, որոշ այլ գործողություններ կան, որոնց մասին անգամ ներկայդրությամբ հայտարարել չեմ ցանկանում, բայց վստահ եղեք, որ Ալբերտ Արստամյանը կրել է նաև բարոյական վնաս, այս հարցերը կպարզաբանվեն եւ այս հայցերի մասին հետագայում կխոսենք։ Ինչ է կարծում, դատախազությունը կբողոքարկի։ Վստահ եմ, որ դատախազությունը կբողոքարկի, եթե դատախազությունը չբողոքարկող չլիներ, ապա առհասարակ դատարանում կհրաժարվեց աբսուրդի հասնող մեղադրանքից, այնուամենայնիվ, ինչպես երևաց հանրային մեղադրողի դատական նիստի վերջում, այսինքն վերջին դատական նիստում կատարված իր հայտարարություններից եւ հետագա ելույթներից ինձ համար ակնհայտ է, որ դատախազությունը կբողոքարկի, սակայն հույս ունեմ, ոչ թե վստահ եմ, այլ հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը եւս հետևողական կմնա կամ եւս հավատարիմ կմնա սահմանադրությամբ իրեն վերապահված վերաքննիչ դատարանի դատավորը իրենց վերապահված առաքելությանը եւ եւս կմերժեն դատախազի բողոքը, այսինքն կա եւ վերստին կարձանագրեն Ալբերտ Արստամյանի արդար լինելը իրեն մեղսակրված արարքում։ Բարոյական վնաս նկատի ունենք խոզարկությունը, որի ենթարկել են ընտանիքի անդամներին անչափահասի ներկայությամբ նաև դա։ Ալբերտ Արստամյանի բնակարանը խոզարկության չի ենթարկվել, Ալբերտ Արստամյանի մանկահասակ ընտանիքի անդամները, անչափահաս ընտանիքի անդամները, նաև չափահաս ընտանիքի անդամները հրավիրվել են։ Ոչ թե հրավիրվել են, դա չի կարելի ասել հրավիրվել, կարելի ասել։ Ինչ նկատի ունեք բարոյական վնաս ասելով։ Եթե ասել եք, լավ չասացիք։ Ալբերտ Արստամյանը ընդհանրեն իր ազատ կարծիք արտահայտելու իրավունքը իրացնելու պատճառով հայտնվել է դարձել է քրեական հետապնդման զոհ, բազմիցս ներկայացել է քննչական կոմիտե, նրա նկատմամբ ընտրված էր բացակայելու արգել խափանման միջոցը, ընտրված խափանման միջոցի պատճառով վերջինս չի կարողացել մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իր հարազատի ուղարկավորությանը, հետագայում նաև հարսանյաց գործողություններին, հարսանյաց արարողությանը իր բարեկամները գտնում են Ռուսաստանի Դաշնությունում, զրկվել է այնտեղ այցելելու հնարավորությունից, զրկվել է նաև անկախ այս տարիքից աշխատելու հնարավորությունից կրկին արտերկրում, այսինքն կիրառված խափանման միջոցի հետագայում դատական նիստերին ներկայանալու անընդհատ իր հասցեին հնչեցված այս մեղադրանքի ակնկալող պատժով վերջինս կրել է բարոյական վնաս եւ շատ նորմալ է, որ այդ հայտարարությունը կատարվում է։ Ուժի մեջ մտնելուց հետո պետք է բարոյական եւ նյութական վնասի հայց ներկայացվի, ճիշտ եմ հասկանում, հայց չէ պետք է ներկայացվի, թե մինչեւ ուժի մեջ մտնելը կարող եք ներկայացնել։ Ոչ։ Այսինքն երբ որ այս վճիռը ուժի մեջ մտնի, կարող եք քաղաքացիական դատարան ներկայացնել վնասի։ Վնաս հատուցելու ինստիտուտը քաղաքացիական օրենսգրքով կարգավորող հարց է, վնաս հատուցելու հայց կարող ես ներկայացնել, սակայն վնասի արկայությունը, առհասարակ վնասի արկայությունը արտահայտված թե նյութական եւ թե այլ տեսքով կարող է ապացուցվել բացառապես դատարանի, այս պարագայում բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտածողը խոսքը վերաբերում է պետության կողմից պատճառված վնասին, այլ ոչ մասնավոր անձի կամ թեկուզ կոնկրետ պաշտոնատար անձի կողմից պատճառված վնասին։ Պարոն Եսյան, այս գործում միակ վկան թիկնապահն էր Փաշինյանի։ Այո։ Միակ վկան թիկնապահը չէր, վկայի կարգավիճակով է հանդես եկել նաև Ալբերտ Արստամյանի թոռնիկը, աղջիկ թոռնիկը, թոռնուհին, ով որ սկզբում քննչական կոմիտեում հարցաքննվել է, հասկանալի պատճառներով քննչական կոմիտեում տվել է ցուցմունք, երևի
ազդեցության ներքո, բայց այնուամենայնիվ դատարանը վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց պնդելով, որ հանդիսանում է մեղադրյալի թորնուին եւ չի ցանկանում նրա դեմ ցուցմունք տալ, ինչ վերաբերում է Փաշինյանի թիկնապահի տված ցուցմունքներին, ապա դրանք ես կրկնում եմ, ես բազմից արտահայտել եմ այս դիրքորոշումը, որ պաշտպանության կողմը անգամ մեծ ցանկության պարագայում չէր կարող նման արդարացնող բնույթի ապացույց ներկայացնել դատարանին, որովհետև վերջինս նշել է, որ իրենց ծառայական գործունեությունը անգամ չի խաթարվել, նրանք իրենց բնականon աշխատանքը կատարել են, իրենց ծառայական գործողությունները կատարել են եւ անցել իրենց գործին։ Եթե անգամ չի դիպել խնդիրը։ Նրանք երկմտության մեջ է մտել մի տեսանկյունից նրանք պետք է նշեին, որ խնձորի պատճառ, եթե նշեին, որ խնձորի պատճառով օրինակ որևէ գործողություն են կատարել, օրինակ ծառայողական մեր գործողությունը, ինչպես Ալբերտ Արստամյանն է նշում, պարկեցրել են Տիկո Փաշինյանի եւ այլն, ապա դա կարժանանա հանրային ծաղրի այդ գործողությունները։ Մյուս կողմից նրանք ստիպված էին ասել, որ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել եւ դրանց վրա ուշադրություն չեն դարձրել, ինչն է վերջում դատարանում հանգեցրել արդարացման վերջիկ կայացնելու։ Շնորհակալություն։